Ինչ գործ ունեմ լոս։ Կողքերս բան չկա։ Ռաս։ Յոպ, ես էլ անջատեմ։ Ռազը լսում եմ։ Ծաղիկները այնքան տարբեր են լինում։ Երևի թե երիցուկ։ Ֆլորիստ դիզայներ եմ այս պահին, բայց նաև աշխատում եմ ձևավորումներով։ Երկու գործն էլ անչափ շատ եմ սիրում ու ինձ գտել եմ այս գործի մեջ։ Ամուսինս է մի քիչ դժվար ընդունել, այս գործի մեջ ինձ չի տեսնում ընդհանրապես, բայց ընդհանուր լավ։ Մասնագիտական որպես այդպիսին մոտ մի 10 տարի։ Այս գործը ինձ առաջարկել է հայրիկս, ցավոք սրտի նա հիմա ինձ հետ չէ, ասաց, որ ավելի լավ է ծաղիկների հետ աշխատել, քան մարդկանց, այսպես ասած, ու ինձ շատ դուր եկավ, ծաղիկների հետ աշխատելը ուղղակի հրաշք է, այս գործը իրականում շատ ծավալուն աշխատանք է ու բավականին մեծ ջանքեր, գիշերը չքնել, առավոտյան արթնանալ, ծաղիկները խնամել, պահել այնպես, որպեսզի ծաղիկները հնարավորինս երկար ապրեն, մի քիչ բարդ է, իրականում ամեն մեկին տրված չէ, ծաղիկները երկար ժամանակով պահել, բայց ընդհանուր առմամբ խորհուրդ եմ տալիս, եթե ինչ-որ ցանկություն կա, ինչ-որ մեկի մոտ ծաղկի սրահ կամ ծաղկի ոլորտում իրան գտնելու, այո, ծաղիկների հետ աշխատելը շատ հաճելի է եւ խորհուրդ եմ տալի, այո, իհարկե կարելի է աշխատել ծաղիկների հետ, ուղղակի պետք է ունենալ մեծ ռիսկ եւ մեծ ցանկություն այս գործի մեջ մտնելու համար։ Ծաղիկները ամառն են ամենաշատ վաճառքը, ավելի մատչելի է հաճախորդներին հարմար։ Սեզոնային ծաղիկները ամառը ավելի թեթև ծաղիկներ են ցանկանում, ավելի դաշտային ծաղիկների վրա են հակված մեր հաճախորդները, իսկ ձմռանը ավելի ծաղիկները թանկ են ու ավելի վարդային, այդպես ավելի գերբերավարդեր, այդպես իրականում ծաղիկները սեզոնային են ու հաճախորդներն էլ արդեն սովորել են այդ տեսակին, որ սեզոնային ծաղիկները վերցնեն։ Ամուսինս եկել էր իր ընկերուհու համար ծաղիկներ գնելու, այդպես ոնց որ արդեն ինձ է հավանել, ինձ համար ծաղիկներ գնել, և ծաղկի սրահում։ Ուբրիս, իշի երևի դնեմ ես կոմ։ Ծաղիկները փաթեթավորում ենք, որպեսզի բաժանենք մարդկանց ու նրանց ժպիտ պարգևենք։ Մենք դուրս ենք գալիս ծաղիկներ նվիրենք ձեզ։ Բարև ձեզ, այս ծաղիկը ձեզ լավ որ։ Դժվար կանգնի ու տղաներ են։ Բարև ձեզ, սա ձեզ լավ որ։ Այս կինը շատ ուրախացավ, շատ տխուր դեմքով գնում էր։ Ծաղիկները արդեն տրամադրությունը մարդկանց բարձրացնում են։ Բարև ձեզ, այս ծաղիկը կարող եք նմել ձեր մայրիկին, ձեզ լավ որ։ Երևի թե ձերն է այս ծաղիկը, ընտրեմ, ձեզ լավ որ։ Դիզայնի ոլորտը ինքնին արդեն շատ տարբեր է ու կարող ենք մենք լրիվ այլ ծաղիկներ խառնել իրար ու ստանալ մի հրաշք ձևավորում։ Ինձ համար ծաղիկները չեն առանձնանում, այսինքն չկա տխուր առիթի և ուրախ առիթի ծաղիկներ, ուղղակի մեր ժողովրդական լեզվով ասած ծաղիկներն արդեն գտել են իրանց դերը, այսինքն ամեն ծաղիկ ունի իր տեսակը ու դա համարվում է տխրության կամ ուրախության համար, բայց ինձ համար այդպես չի, ցանկացած ծաղիկ ես կարող եմ ուրախության էլ և տխրության էլ վաճառեմ։ Ցանկացած օր, երբ որ պատրաստվում եմ ու գալիս եմ աշխատանքի, ծաղիկների հետ պետք է աշխատեմ, ավտոմատ կերպով իմ տրամադրությունը բարձրանում է ու ես գրեթե ինձ լրիվ իմ անկյունում եմ զգում, էլի։ Երկու դեպքում էլ սիրով եմ աշխատում, բայց դժվար է բնականաբար, քան ուրախ առիթներին։
Երիտասարդ եկավ, ասեց ինձ ծաղիկներ է հարկավոր ու չնշեց թե ինչի համար է ծաղիկներ իրեն հարկավոր։ Այդպես ես իրեն տվեցի գեղեցիկ մի փունջ ու ինքը չնշեց։ Այսինքն խնդիրը իմ մեջ չէր, խնդիրը իր մեջ էր։ Տարավ ու մի կես ժամ հետո հետ վերադարձավ, ասեց ճիշտն ասած տատիկս էր մահացել ու ես տարա իմ վրա խոսեցին, ասեցին ինչ ես ես ուրախ ծաղիկները բերել։ Այդպես արդեն փոխարինեցինք ավելի հարմար ծաղիկներով։ Ծաղիկները անկախ մարդու ցանկությունից, անկախ մարդու կարելի է ասել, անկախ մարդու սիրելուց, այսպես ասած, ծաղիկները միշտ ճպիտ են պարգևում։ Եվ կցանկանայի, որ ծաղկի գործը, այսպես ասած, չհամեմատեին գումարի հետ, առաջնայինը չլիներ գումարը, լիներ երևույթը, որ աղջիկներին շատ է ուրախացնում։ Եղել է դեպքեր, երբ որ եկել են ծաղիկներ են ուզել, ծաղիկը ոչ այդքան թարմ է եղել, ու ես ասել եմ, այո, թարմ է, կարող եք տանել հանգիստ, կներեք ինձ։ Նախ առաջնային հարցնում եմ, թե ում են նվիրելու, ամենակարևորը դա է, նվիրում են ընկերուհուն, նվիրում են տատիկին, մայրիկին, նոր արդեն հասկանում եմ ես ինչ կարող եմ նրանց առաջարկել։ Հաց։ Հաց են ուզել։ Ասեց ինձ հաց է պետք, ասի հացը մի քիչ այն կողմում է գտնվում, մեր մոտ հաց չկա, մեր մոտ ծաղիկներ ես կարող եմ առաջարկել։ Ասեց չէ, ես հաց եմ ուզում, ասի կարող եմ գնալ ձեզ համար գնել, եթե կցանկանաք։ Ցանկությունը շատ մեծ է այս պահին, ուղղակի պետքա նոր բան շուկայում բերել, որպեսզի հասնես այդ մրցակցությանը ու անցնես ինչ որտեղ, չգիտեմ, մրցակցությունը իհարկե շատ մեծ է ու դեռ մրցակցության մեջ ենք ու դեռ շարունակվում է բացվել ծաղկի սրահներ, չգիտեմ, դժվար է իրականում այս գործը սկսելը ու այս գործը այնպես անել, որ հաճախորդներին հաճելի լինի, ընտրեն քեզ, այլ ոչ թե այնուկեն։ Նվիրել շատ եմ սիրում, քան ստանալ, նվիրում եմ քրոջս, հարսիկիս, քանի որ հարսիկս չափից շատ է ծաղիկներ սիրում, ավելի շատ երևի հարսիկիս։ Անկեղծ ասած ամուսինս ինձ ծաղիկներ չի նվիրում, ճիշտ է մի քիչ ճիշտ չի հնչում, բայց ես ծաղիկ նվեր ստանալ որպես այդպեսին չեմ սիրում, երևի ամբողջ օրը ծաղիկների մեջ եմ, դրանից է, ինձ ծաղիկներ կարելի է մեկ-մեկ նվիրել։ Ծաղիկներ ավելի շատ գնում են աղջիկները, երիտասարդների մասով չեմ կարող ասել, որովհետև աղջիկները ավելի շատ են նախընտրում ծաղիկներ նվիրել միմյանց, տղաները մի քիչ չեմ փորձում աղջիկներին ծաղիկներ շատ նվիրել, որովհետև երևի կարծում են անիմաստ է ծաղիկ նվիրելը։ Խալ գույներ են ընտրում, խառնում են գույները այսպես իրար ու գեղեցիկ չի ստացվում փունջը, մենք նրանց ասում ենք, որ սիրուն չի լինելու, բայց մեկը իրանք դիտարկում են իրանց տարբերակը ու այնպիսի գույներ են խառնում իրար, որ ընդհանրապես չի նայվում։ Ճիշտ աղջիկների կողմից արդեն իսկ ընդունվում է որպես վատ, հիմա դեղինը մարդկանց մոտ դիտարկվել է որպես ատելության գույն, բայց ես նրան համեմատում եմ արևի, պայծառության հետ, դրա համար մեր տղաները փնջի մեջ, եթե տեսնում են դեղինը, ասում են չէ լավ դա ատելության գույն է, չտանեմ, ավելի ռոզվի մեջ մի բան տվեք, տանեմ։ Մատուցումը ավելի երևի կարևոր է, որովհետև ծաղիկի ընտրությունը այդքան էլ էական չէ, չնայած որ մարդկա ինչ-որ հստակ ծաղիկ է սիրում ու ուրիշ ծաղիկներ ընդհանրապես չի դիտարկում։ Մենք ունենք հաճախորդներ, ովքեր գալիս են ու հստակ իրանք գիտեն, որ ինչ-որ ծաղիկի տեսակ կամ ինչ-որ փունջ են նախընտրում, բայց եւ ունենք հաճախորդներ, որ գալիս են ու չեն կողմնորոշում, միջև մենք հասկանում ենք իրանք ինչ կարան նվիրեն իրանց ընկերուհուն կամ կնոջը, շատ դժվար է լինում։ Մի հատ երիտասարդ շատ մեծ, բավականին մեծ փունջ էր տարել, զանգահարեց, ասեց ճիշտն ասած իմ ընկերուհին չընդունեց փունջը ու ես նրան ասեցի ոչինչ, մեկ ուրիշին նվիրեք, փողոցում քայլեք ու նվիրեք ինչ-որ մի անցորդի, ասեց ոչ, ես նախընտրում եմ բերել հետ տալ, իմ գումարի հետ վերադարձրեք,
Ասեցի, չէ, նվիրեք ինչ-որ մեկին, ինքը բերեց այդ փունջը հետ վերադարձրեց ինձ, ես դուրս եկա փողոց, մի հատ տատիկ կար կանգնած, տատիկին տվեցի այդ փունջը, ասեցի, երևի թե այս ծաղիկները հենց ձեզ համար էին, որովհետև ում որ նվիրել էին, չգնահատեցին։ Ինքը ծաղիկները տվել է, բայց ես գումարը հետ չտվեցի, որովհետև իր համար կարևոր այդ պահին գումարն էր, ու քանի որ ես նշեցի, որ ծաղիկների մեջ գումարը այդքան էլ կարևոր չէ, դրա համար ասի չեմ տալու։ Ուզած չուզած ինքը գնաց արդեն էլ։ Վարդ թե պիոն։ Պիոն։ Թարմ թե չորացած ծաղիկներ։ Չորացված։ Մինիմալիզմ թե շքեղություն։ Մինիմալիզմ։ Սպիտակ թե զգունավոր բուկետ։ Սպիտակ։ Ամենասիրելի ծաղիկը։ Երիցուկ։ Ամենաբարձ ծաղիկը աշխատանքի մեջ։ Կակաչ։ Քարոն թե ձմեռ պոլիտիկայի մեջ։ Գարուն։ Հաճախորդը թե ստեղծագործական ազատությունը։ Ստեղծագործական ազատությունը։ Արագ բուկետ թե երկար մտածված։ Երկար մտածված։ Մեկ մեծ ծաղիկ թե շատ փոքր փունջ։ Շատ փոքր փունջ։ Ամենաթանկ թե ամենանուրբ։ Ամենանորբ։ Սեր արտահայտող ծաղիկ մեկ բառ։ Երիցուկ։ Կաչը սիրված ծաղիկ։ Ոչ։ Բուկետ թե ծաղկային կոմպոզիցիա։ Բուկետ։ Բույրն է կարևոր թե տեսքը։ Բույրը։ Ինտուիցիա թե կանոններ։ Կանոններ։ Ամենահիշվող պատվերը մեկ բառով եթե։ Չեմ կարող չել։ Ծաղիկ, որ երբեք դուրս չի գա նորաձևությունից։ Վարդեր։ 3 բառով ձեր աշխատանքը որը անում եք շնորհավորեք։ 3 բառով։ Մտածել մի հատ։ Ցանկություն եւ աշխատասիրություն։ Հասցրել եք մարդու ես մեկ ամսյակին։ Ցավոք սրտի փնջերը եթե չի վաճառվում, մենք նրանց քանդում ենք։ Մի մասը թափում ենք, ցավոք, իսկ մյուս մասը արդեն հասկանում ենք, էլի կարող ենք նրան երկրորդ կյանք տալ, թե ոչ։ Կակաչները, որովհետև նրանք շատ շուտ են խեղճանում, իրանք ճիշտ է շատ գեղեցիկ են, բայց երևի կակաչների հետ։ Դժվար հարց եք տալիս, որովհետև ամեն ծաղիկ էլ տրամադրություն բարձրացնում է։ Չեմ կարող ասել, որովհետև բոլոր ծաղիկներն էլ տրամադրություն բարձրացնում են։ Արդեն որ ծաղիկին տեսնում ենք, տրամադրություններից բարձրանում է։ Ճիշտ է, այլ տեղեր ես չեմ աշխատել, այլ երկրներում չեմ եղել, բայց համեմատական կարգով ծաղիկներ սիրում են հայազգ։ Հորդորում եմ բոլոր տղամարդկանց նվիրել ծաղիկները միշտ, ոչ թե մի ամսյակի։ Շնորհավորում եմ բոլոր կանանց, մայրիկներին, աղջիկներին, տատիկներին։ Ցանկանում եմ միշտ ժպտակ եւ ծաղիկները ձեզ միշտ ժպիտ պարգևի։